Շնորհակալ, որ եկաք տաղավար, մի քանի թեմաներ եք առանձնացրել, խնդրեմ։ Ողջունում եմ սիրելի հայրենակիցներ, կրկին ապրում ենք ցավոք սրտի նիկոլական Հայաստանում, Նիկոլի Հայաստանում ավելի շուտ։ Հիմա արձանագրում ենք մի քանի փաստեր, քննարկենք ու անցնենք առաջ։ Ուրեմն առաջինը, որ այսօր տեղեկացանք, խորը ցավով եմ ասում, էլի անկեղծ։ Ուրեմն տեսեք, այս գումարման ազգային ժողովը հերիք չի առանձնանում էր խայտառակությամբ, նաև նրանով, որ այս ընտրությունները կեղծված են, այս ընտրությունները իրականության մասին չեն, այս ընտրությունները Նիկոլի ձեռագիրն է, այս ընտրությունները ՔՊ-ի հաղթանակը չի, այս ընտրությունները հայ ժողովրդի կամքն ու ընտրությունը չի եւ այսպես շարունակ։ Այսինքն, այս ընտրությունները բոլորս գիտենք ինչի մասին է ու ոնց է անցկացվել, ինչ պայմաններում է անցկացվել քարոզարշավից մինչև հետընտրական Հայաստան եւ այսպես արձանագրում ենք վեհափառը առաջի անգամ երևի հայոց պատմության մեջ, իրական Հայաստանի պատմության մեջ, հին Հայաստանի պատմության մեջ վեհափառը չի լինելու ազգային ժողովում առաջի բացման նիստին ու այս ամեն ինչը խայտառակություն է, որպես առաջի քրիստոնյաներ խայտառակություն է, որպես հայ ժողովուրդ խայտառակություն է, անգամ խայտառակություն է քաղաքական առումով, որ պետական կրոնը չի օրհնելու այս ազգային ժողովը ու այս ազգային ժողովի ընթացքը մեր կրոնը չի առաջնորդելու այս падգամավորներին ու այս գումարման ազգային ժողովը դուք հասկանում եք մենք հասել ենք մի կետի, որը անտրամաբանական է, որտեղ որ վեհափառը չի գնալու ազգային ժողով, որտեղ որ վեհափառին նորից փորձում են ճնշումների արդյունքում բերեն իրենց դաշտ ու փորձեն ինչ-որ մի կերպ այդ ճնշումները եկեղեցու նկատմամբ ավելի մեծացնեն։ Դուք հասկանում եք, այս ազգային ժողովը առանց աղոթք է սկսելու։ Այս ազգային ժողովում մնում է Ղուրանը վերցնեն գան ու նամազ կարդան։ Այս ազգային ժողովը նամազի մահմեդականության մասին է, որովհետև այս մարդկանց համար ավելի մեծ կարևորություն ու նշանակություն ունի Էրդողանը, Ալիևը, Ադրբեջանի ժողովրդի շահերը, Թուրքիայի ժողովրդի շահերը, քան Հայաստանի Հանրապետության պետական կրոնը, որ մենք ընդունել ենք 301 թվականից, որով առաջնորդվում ենք 301 թվականից ու որով յուրաքանչյուր հայ ապրում է ամեն առավոտ, երեկո ու ամբողջ կյանք։ Դուք հասկանում եք, մեր արժեքները ոչ միայն ոտնահարվում, այլ այս մարդիկ ուղիղ բացահայտ հակահայկական, հակաքրիստոնեական են աշխատում, ուղիղ։ Հիմա տեսեք, լավ, այս ազգային ժողովը ինչի մասին է լինելու, օրհներգը փոխեք, զինանշանը փոխեք, վեհափառին մի կանչեք օրհնի, եւ աղա մյուս օրը մի հատ այնտեղ տակը բան չի մնում, մի հատ սանդրություն էլ որ փոխում եք, կարաք մի հատ Ադրբեջանի, մի հատ Թուրքիայի դրոշ դնեք, մի հատ էլ Նավսյակի Հայաստանի դրոշ դնեք ու տենց ինքնավար մարզի սկզբունքով աշխատեք, այս ազգային ժողովը դրա մասին է։ Նիկոլ Փաշինյանը հայերի մասին չի։ Այս ազգային ժողովը չի կարա Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շահերը սպասարկի, եթե ի սկզբանե այս մարդիկ չեն սկսում հայրմերով, հասկանում եք, այս խայտառակությունը ամբողջ աշխարհն է տեսնելու։ Ախր հայրենակիցներ ջան, իմ սիրելի հարազատ հայեր ջան, ախր ոնց կարելի է թույլ տալ, որ այս ամեն ինչը մեր աչքի առաջ, ախր մենք էլ ենք, չէ, ժամանակահատվածում ապրում ու մենք էլ ենք պատասխանատու ապագա սերունդներին, ներկայումս իրականացվող, ներկայումս կատարվողի հետ կապված պատասխանատվությունը նաև մերն է։ Մենք չենք կարող մեղադրել միայն մյուսներին կամ մեղադրել միայն իշխանություններին, ասել այ գիտեք ինչ կա, դուք սենց։ Ախր սա մեր աչքի առաջ է կատարվում ու մեր աչքի առաջ կատարվում է այն, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, ազգությամբ հայեր հիմա Բաքվում, Ադրբեջանում գերի են։ Տարիներ շարունակ, հասկանում եք, ըստ իշխանությունների պատերազմը ավարտվել է, ըստ իշխանությունների կապիտոլյացիան մեր համար հաղթանակ էր, ըստ իշխանությունների խաղաղության դարաշրջանը, բայց մենք ունենք գերիներ Բաքվում, ունենք գերիներ, որ խայտառակ գործերով են անցնում։ Ունենք գերիներ, որ վատ առողջական վիճակում են այս ամեն ինչի մեջով անցնում, ունենք գերիներ, որ մեզնից ամուր են Բաքվում, քան մենք Երևանում կամ Հայաստանի Հանրապետությունում, ունենք գերիներ, ում մասին մոռացել են այս իշխանությունները, ունենք գերիներ, որոնց մասին մենք պարտավոր ենք ամեն առավոտ հիշեցնենք ու որոնց հետ վերադարձի համար մենք պարտավոր ենք ամեն օր աշխատենք հնարավորինս մեր ուժերի ներածին չափով։ Այնպես որ այս մարդիկ
Կրոնը ուրացել են, գերիներին ուրացել են, պատերազմը ուրացել են, հաղթանակը ուրացել են, երկիրը ուրացել են, պետություն, պետականություն, այս մարդիկ ամեն ինչ ուրացել են, այս մարդիկ պատրաստ են ուրանան սեփական ծնողներին, սեփական հայրենիքը, այս մարդիկ ամեն ինչ կուրանան։ Մենակ թե 4 տարով մի հատ անտեր աթոռ ունենան ու պարգևավճարներ։ Իդեպ պարգևավճարներ ասելով եւս մեկ անգամ հիշենք եւ արձանագրենք, որ գործադիր մարմինը, այս կառավարությունը էլի, այսպես կոչված նիկոլական կառավարությունը, այս ճգնաժամային վիճակում Հայաստանի արտաքին պարտքը 15 միլիարդը գերազանցում է դոլարով, մեր գյուղացիների այդ սպառման շուկան, արտահանման հետ կապված խնդիրները, այս վարկերը, խնդիրները, այս խնդիրները, որ վերցնում ենք սենց փաթեթով, հիմա ուշադրություն 5 միլիարդ դրամ պարգևավճար են տվել այս իշխանականները իրենց, մեր հաշվին, մեր հարկերի հաշվին, մեր ժողովրդի հաշվին, մեր ազգի, մեր պետության բյուջեի հաշվին, հասկանում եք, 5 միլիարդ դրամ, այն որ ժողովուրդն ասում, բեյնով ես ասում, 13 միլիոն դոլար, 13 միլիոն դոլար այս մարդիկ իրենց պարգևավճար են տվել, որ գնան հանգստանալու, որ գնան մեր հաշվին մի բան զղտկվելու, այս մարդիկ մեր հաշվին 8 տարի ապրում են, ու այս մարդիկ ամեն ամիս, յուրաքանչյուր ամիս, իրենց պարգևավճար են տալի, աշխատավարձ են տալի, արտոնություններ են տալի, հնարավոր ամեն ինչից օգտվում են, ու մեր ժողովրդին խայտառակ կերպով վերաբերմունք են ցույց տալի որպես տուգանքի մատերիալ, որպես ուղակի ընտրազանգված, ում պետքա հերթական անգամ խափեն, որպեսզի 4 տարի եւս շարունակեն այս իշխանությունների ստորությունը չափ ու սահման չունի։ Այս իշխանությունը ուրացել է ամեն ինչ, հայրենիք, պետություն, Աստված, ժողովուրդ, զոհեր, Արցախ, ամեն ինչ ուրացել են այս մարդիկ։ Կարևորը որ պարգևավճարը լափը տեղը լինի, այս ամեն ինչը անթույլատրելի է, ժողովուրդ ջան, արթնացեք։ Ամեն ինչ պարտադիր չի, որ մենք մեղադրենք, չգիտեմ, ընդդիմությանը, քաղաքական գործիչներին, քաղաքական ուժերին, իրավապահ համակարգին եւ այլն։ Հայրենակիցներ ջան, ախր մենք 3 միլիոն մենք հայրս ապրում ենք միայն Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր 10 միլիոն հայերով։ Լավ չենք կարող մի Նիկոլի դեմը առնենք, ով ընդամենը սովորական մահկանացու է, ով ծառայում է հարևան եւ թշնամի երկու պետություններին, իրենց շահերն է սպասարկում։ Լավ, 5 միլիարդ դրամ, դուք ինչ խղճով եք իրար բաժանում, լավ, 5 միլիարդ ձեր պարգևավճարները ինչի մասին է, Արցախի հանձնման մասին է, զոհերի մասին է, տարածքային ամբողջականության խախտման մասին է, օկուպացված տարածքների մասին է, գերիների մասին է, կորոնայի զոհվածների մասին է, ինչի մասին է։ Դուք մոռանում եք հայրենակիցներ ջան, այս մարդիկ մեր զոհվածների մարմինները պարկերում էին պահում, հասկանում եք, այս մարդկանց պարգևավճարը ինչի մասին է։ Յուրաքանչյուր պարգևավճար պետք է հիմնավորվի։ Եթե մարդը աշխատել է, կլինի նախարար, կլինի ազգային ժողովի պատգամավոր, յուրաքանչյուր օրենսդիր, գործադիր իշխանության մաս կազմող մարդ իրավունք ունի պարգևավճար ստանալու, դա նորմալ է, բայց նորմալ չի, երբ որ մեր հայրենիքից 12000 քառակուսի կիլոմետր հանձնված է, 200 քառակուսի կիլոմետր երկայնքով մեր սահմանի օկուպացված է, մեր եկեղեցիներն ու գերեզմանները Արցախում պղծում են, այս ամեն ինչը նորմալ չի, երբ որ մենք գերիներ ունենք, մեր տնտեսության վիճակը խայտառակ վիճակում է, հերիք չի տնտեսական աճ չկա, այդ արտահանման հետ կապված խնդիրները, մեր գյուղացիների հետ կապված խնդիրները հաշվի առնելով, լավ, պարգևավճարները ինչի մասին է, պարգևավճարները ում համար է, պարգևավճարները որ արժանինքների համար է, ինչ է կարևոր որ դուք ձեզ պարգևատրում եք, մեր հաշվին, դուք մեզ հարցրել եք, դուք արժանի եք այդ մի կոպեկին, 2 կոպեկին, կամ 1 միլիոն, կամ 5 միլիարդ դրամին, 13 միլիոն դոլարով քանի դպրոց կսարքեիք, 13 միլիոն դոլարով քանի խնդիր կարող էիք լուծել, բայց չէ, դուք ավելի նախընտրում եք, որ այդ գումարները հայտնվեն ձեր բանկային հաշիվներին եւ ձեր բանկային քարտերին։ Այ դրա համար դուք իրավունք չունեք ոչ իշխանություն լինելու, ոչ հայ կոչվելու, ոչ ընդհանրապես մարդ կոչվելու։ Ես զարմանում եմ, դուք ինչ սկզբունքով եք ծնվել եւ ուր եք գնում։ Եվ ինչ եք ուզում մեզնից, ինչ եք տվել, որ չեք կարողանում վերցնել։ Ես զարմանում եմ, ոնց ենք մենք հանդուրժում, անգամ ին վրա եմ շատ ժամանակ զարմանում, ոնց ենք մենք այս ամեն ինչը հանդուրժում։ Եթե մենք
պատմության ինչ-որ ընթացքում կարդայինք սա դասագրքերում կամ պատմական գրքերում, որ նման ժամանակաշրջան ենք ունեցել, մենք ինքներս մեզ մեղադրել ենք, որ այդ մարդիկ, ովքեր որ այդ ժամանակաշրջանում ապրել են, ոնց են այս ամեն ինչին սենց նայել ու արդյոք այդ անտարբերությունը արդարացված է։ Ես վստահեցնում եմ, որ արդարացված չի։ Իդեպ անտարբերություն ասելով հիշում ենք նաև Խաղ բանտարկյալների առկայության մասին, որ մեր հասարակությունը լայն շրջանակները էլի անտարբերություն են դրսևորում։ Սկսենք նախ Գագիկ Ծառուկյանի հետ ունեցվածքի հետ կապված խնդիրներից, իր հետ դատական process-ների հետ կապված խնդիրներից, խոսենք այն լռությունից, որ կա սպորտսմենների, մարզիկների, մարզիչների ու այդ ընդհանրապես սպորտային աշխարհը Հայաստանի Հանրապետությունում փող կապակցված է եղել Գագիկ Ծառուկյանի հետ տասնամյակներով, սկսված նրանից, որ ինքը հենց սպորտսմեն է։ Տեսեք, քանի տուն է նվիր է, քանի մեքենա է նվիր է, քանիսին է ձեռք մեկնել։ Լավ, այդ մարդիկ ոչ մի ասելիք չունեն։ Ես էլ չեմ էլ մեղադրում, որովհետև 18 թվականից սկսած շարունակվելով 21 թվականին է ջրբաժանը եղել է, այդ ջրբաժանը արել են նիկոլականները սև ու սպիտակներով, լավ ու վատով, իջևանցի ղարաբաղցիներով եւ այսպես շարունակ։ Լավ, դուք ասելիք չունեք, այդ մարդը ամենայն անկեղծությամբ իր բոլոր արժանինքներով հանդերձ, ինչու՞ չէ թերություններով հանդերձ, այս մարդը քանի հոգա ձեռք մեկներ, քանի ընտանիքների օգնը, լավ, այս լռությունը ինչով է արդարացվում, այս իշխանությունները կանցնեն, բայց դուք բարոյապես էլ իրավունք չեք ունենա, ոնց եք այդ տան մեջ ապրում, որը ձեզ Ծառուկյանն է տվել, ոնց եք այդ մեքենան վարում, որը ձեզ Ծառուկյանն է տվել, ոնց եք այդ, չգիտեմ, օծանելիքը օգտագործում, որը Ծառուկյանն է նվիրել, ոնց եք ապրում, երբ որ գիտեք, որ ինչ-որ մի բան ձեր համար Ծառուկյանն արել, լավ, կարելի է տենց։ Ես անկեղծ եմ ասում եմ, որ ասում եմ, խի սենց հնարավոր էր։ Ես զարմանում եմ այս Նիկոլի բացահայտումները, այս իրականության ու այս մեր ազգաբնակչության հետ, ես զարմանում եմ, որովհետև բացահայտվում են մարդիկ, դեպքեր, այս իրականությունը անհասկանալի է, որովհետև մենք այս իրականության մեջ չենք ապրել մինչև 18 թվականը, նման խայտառակություն երբևիցե չի եղել։ Լավ, ասենք ունեցվածքը խլեցիք, ձեր քաղաքական հակառակորդն է, անդիմադիր է, այդ մարդը խաղ բանտարկյալ է, դա չի քննարկվում, բայց ոնց կարելի է այդ մարդու այդ ամբողջ ունեցվածքը վերցնել, պետականացնել։ Բա հիմա հետաքրքիր հարց է առաջանում։ Բա 18 թվականին, որ Գագիկ Ծառուկյանը միանում էր համաժողովրդական հեղափոխությանը, շարժմանը, Նիկոլ Փաշինյանի այդ խայտառակությանը, բա այդ ժամանակ դուք քննարկել եք, որ ունի ունեցվածքներ Գագիկ Ծառուկյանը, որոնք պետքա պետականացվեն։ Քննարկել եք արդյոք, թե ոչ։ Հաջորդ 8 տարիների ընթացքում 18 թվականից սկսած մինչև վերջին դեպքերը նախընտրական քարոզարշավ եւ այս աժիոտաժնի իրադարձությունները դուք քննարկել եք արդյոք նոր հիշեցիք որ մուլտի վելնեսը պետքա պետականացվի եւ այսպես շարունակ լավ լուրջ սիրելի հայրենակիցներ Գագիկ Ծառուկյան եւ մյուսները խաղ բանտարկյալներ են նոր հիշեցիք որ Արմեն Աշոտյանի հետ կապված ինչ որ գործ կա Մարդը նախարարը եղել 10 տարի եւ ավել առաջ։ Լավ, Արմեն Աշոտյանը, որ հանրապետական է, ուրեմն պետքա նստած լինի։ Արմեն Աշոտյանը, որ հանրապետական է, պետքա բռնապճնշումների ու այս փորձությունների մեջով անցնի։ Լավ, ասենք Գագիկ Ծառուկյանը, Արմեն Աշոտյանը, Սամվել Կարապետյանը, մյուսները, Անդրանիկ Թևանյանը, այն մյուսները։ Լավ, այս մարդիկ, որ սիրում են իրանց հայրենիքը, պետքա նստած լինեն, անազատության մեջ լինեն։ Որ օրենքով է գրված, սահմանադրության որ կետում է գրած, որ եթե մարդը սիրում է իր հայրենիքը, պետքա լինի բանտարկված, ազատությունից զրկված, չգիտեմ, ընտանիքից հեռու լինի, ել չեմ ասում, որ գերի լինի ընդհանրապես Բաքվում։ Ասենք որ կետով է դա գրված, որտեղ է դա նշված։ Ես ուղղակի շարունակում եմ զարմանալ, որ զարմանում եմ։ Հիմա այս ամեն ինչի հետ մեկտեղ մենք ունենք թվեր։ Ուրեմն տեսեք, այս թիվը մեր հայրենիքի, մեր Հայաստանի Հանրապետության անգամ ծիծաղելի է, բայց ժողովրդավարության մասին է։ Գիտեք, որ ժողովրդավարության մասին է, որը որ գալիս է Վենսը ժողովրդավարության մասին է խոսում, Տրամպը ժողովրդավարության մասին է խոսում, Մակրոնը գալիս է ժողովրդավարության մասին է խոսում։ Եվ այսպես շարունակ ու ժողովրդավարության բաստիոնն է Հայաստանի Հանրապետությունը, խայտառակության մասին է ինչ ժողովրդավարություն։ Հիմա տեսեք 10,000 խաղ բանտարկյալ 8 տարվա ընթացքում թերթեք էլի եմ ասում հայոց պատմությունը Հայաստանի Հանրապետության պատմությունը խորհրդային միությունից հետո անկախացումից ի վեր վերջին 30 տարիները
10,000 քաղ բանտարկյալ երբևիցե չի եղել։ Սա խայտառակություն է, հայրենակիցներ ջան։ Սիրելի հայեր, ոնց կարելի է։ Լավ, եթե սա բռնապետություն չի, 10,000 քաղ բանտարկյալ ինչի մասին է։ 10,000 քաղ բանտարկյալ։ Դուք պատկերացնում եք 10,000 մարդ զրկված է ազատությունից, էլի եմ կրկնում, որ ուղակի սիրում է իր հայրենիքը կամ ուղակի ընդդիմադիր դիրքերից է ներկայանում։ Ուղակի իշխանական չի։ Դուք պատկերացնում եք նման բան։ Հիմա ասում եք, չէ, այս սրանք ասում են, նախկինների օրոք եղել է ամբողջ 30 տարվա ընթացքում իրար հետ միացրած, չի եղել 10,000 քաղ բանտարկյալ, ինչքան եղել է 8 տարիների ընթացքում։ Պատկերացնում եք նախորդ 30 տարիների ընթացքում իրար հետ վերցված բոլոր նախագահների օրոք չի եղել 10,000 քաղ բանտարկյալ, մենակ Նիկոլի օրոք 10,000 քաղ բանտարկյալ է։ Շնորհավորում եմ, մենք ժողովրդավարության ամենապիկի վրա ենք, սրանից ենկոմ ժողովրդավարություն չի լինում։ Նենց որ սիրելի հայրենակիցներ, դուք գնացել եք ու վերընտրել եք, նաև վերաբերվում է այն անտարբեր քաղաքացիներին, որ չեն գնացել ընտրության, այն քաղաքացիներին, որ նախընտրել են 3-րդ անգամ Նիկոլ Փաշինյանին։ Շնորհավորում եմ, դուք նպաստել եք, որ մեր երկիրը 10,000 քաղ բանտարկյալ ունենա ու մեր հայրենակիցները մնան Բաքվում։ Դուք ընտրել եք այն ճանապարհը, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակի կործանման ճանապարհը։ Դուք նախընտրել եք Նիկոլ Փաշինյանին յուրաքանչյուրից, դուք նախընտրել եք մի կուշտ փոր հացը հայրենիքից։ Այդ չի քննարկվում։ Այդ ջրբաժանը նորից եմ կրկնում, եղել է 18 թվականին, 21 թվականին եւ արդեն 26 թվականին։ Հիմա մեղադրանքներից զատ անելիք ունի ընդդիմությունը, հավաքական ընդդիմությունը ամբողջությամբ եւ անելիք ունի հայ ժողովուրդը, որովհետեւ այս կռիվը մենակ ընդդիմությանը չի։ Այս կռիվը հայ ժողովրդինն է։ Սա քաղաքական պայքար չի այլևս, որովհետև քաղաքական պայքարը, երբ որ լինում են լեգիտիմ ընտրություններ, ու հայ ժողովուրդը կամ ընդհանրապես ժողովուրդը որոշում է երկրի ղեկավարությանը։ Այս պարագայում երկրի ղեկավարություն չի ընտրվել ժողովրդի կողմից։ Այսինքն այս պայքարը քաղաքական պայքար չի։ Վաղուց իմ համար արդեն 18 թվականից, շատերի համար 21 թվականից, պատերազմից հետո, մյուսների համար թող լինի 26 թվականից, խնդիր չի, բայց այս պայքարը հայ ժողովրդի ազատագրման պայքարն է, այս պայքարը Ալիևի ու Էրդողանի դեմ է, այս պայքարը մեր զոհերի պայքարի շարունակությունն է, այս պայքարը Մոնթեի պայքարի շարունակությունն է, այս պայքարը քրիստոնեության պահպանման պայքարի շարունակությունն է, որտեղ այս մարդիկ էլի եմ կրկնում, ուրացել են հայրենիք, պետություն, ինքնիշխանություն, կրոն, քրիստոնեություն, զոհեր, ընդհանրապես հանրապետություն, Հայաստանի հանրապետություն կոչվածը էլ գոյություն չի ունենալու ու չունի հիմա ներկայումս Նիկոլ Փաշինյանի 4-րդ հանրապետությունը ու 3-րդ իշխանության վերընտրությունը մեր կործանման մասին է, մեր խայտառակության մասին է, որտեղ պատկերացնում եք սիրելի հայրենակիցներ, ամբողջ աշխարհը նայում է, որ կապիտուլյանտ բռնապետը 3-րդ անգամ վերընտրվում է։ 2-րդ անգամ վերընտրվում է, 3-րդ անգամ ընտրվում է։ Դուք հասկանում եք, մեր մասին ինչ կարծիք կկազմեն, եթե դուք տեսնեիք, որ պայմանականորեն ինչ-որ այլ երկրում, որ երկրի մասին մենք բնականաբար պատկերացում ունենք, էլի գոնե, վերընտրվում է այն մարդը, ով որ 12,000 քառակուսի հանձնել է, ում օրոք 5,000 հոգի զոհվել է, ում օրոք 10,000 հոգի կորոնայից մահացել է եւ այսպես շարունակ։ Ով ուղակի խնձորակրծում, կուկուրուզակրծում, պերաշկիակրծում, հայ ժողովրդի կյանքերն է կրծում, մեր երկրի սահմաններն է կրծում։ Լավ, դուք ինչ կարծիք կկազմեիք այդ երկրի, այդ պետության, այդ իշխանության ու այդ ժողովրդի մասին, էլի անկեղծ եղեք, ինքներդ ձեր հետ անկեղծ եղեք, լավ, ընդդիմադիրներին չեք սիրում, ջայնամը սիրեք, բայց ձեր երկիրը սիրեք, մեր պետությունը սիրեք, այն սիրեք, ինչ մեզ թողել է Գարեգին Նժդեհը, Մոնթեն, Վազգենը, Դուշման Վարդանը, լավ ոնց կարելի է, ինչ մեզ ընդհանրապես տվել է Աստված, այդ սիրեք, ինչը որ մեզ Աստված է տվել, ու այս ամեն ինչը հետևություններ արեք, հայրենակիցներ ջան, վաղը մյուս օր մեկը շահի համար եք լռում, մյուսը լռում եք հետագա շահի համար, մեկը ակնկալիքներ ունեք, ախր այս իշխանություններին աջակցելը
ստորություն է, սրիկայություն է, չի կարելի այս մարդկանց հետևից ճանապարհ գնալ։ Սրանց հետ անգամ մատաղ ուտելու գնալու չի։ Այս մարդիկ հայ չեն, այս մարդիկ Թուրքից վատն են, նայեք ինչ աբսուրդ բան եմ, չի ասում, բայց պատկերացնում եք այս իշխանությունները Թուրքիայի եւ Ադրբեջանի ժողովրդի համար ավելի շատ բան են արել դեպի լավը, քան ընդհանուր վերցված իրար հետ Էրդողանը եւ Ալիևը հերնել հետը։ Պատկերացնում եք ադրբեջանցիները 30 տարի եւ ավել երազել են, որ Արցախում կարողանան հայտնվեն 5 վայրկյանով, 5 տարի է Արցախը հանձնվել է Նիկոլ Փաշինյանի կողմից գրիչով ստորագրությամբ կապիտուլյացիայի։ Արթնացեք հայեր ջան։ Էլի եմ կրկնում, այս կռիվը մենակ ընդդիմությանը չի, այս կռիվը հայ ժողովրդինն է թուրքերի, ադրբեջանցիների քաղաքացիական պայմանագրի կուսակցության դեմ։ Այնպես որ, սիրելի հայրենակիցներ, արթնացեք, եկեք համախմբվենք, պայքարենք, որպեսզի Հայաստանի Հանրապետություն ունենանք, որպեսզի հետագայում ինչպես Վազգեն Սարգսյանն էր ասում, աթոռ ունենանք, այդ աթոռը դնելու տեղ ունենանք, որպեսզի արժանապատվություն ունենանք ու որպեսզի օտար երկրներում վաղը մյուս օր ոչ թե Արարատի նկարից ուրախանանք, այլ ասենք, չգիտեմ, Մայր Հայաստանի, Երևան քաղաքի եւ այսպես շարունակ։ Եվ մի վերջին հարց մամունում հրապարակում եղավ, որ ԵԿՄ-ում են Սասուն Միքայելյանն ասում են ինչ-որ թեմաների մեջ է ազգային ժողովում պետաիրավական հանձնաժողովի նախագահ է ուզում դառնալ, թե տարած չճանաչը նման։ Տեսեք, Միքայելյան Սասունը գեղացի տղա, գնաց է կռվել է, ազատագրել է, մասնակցել է ազատագրմանը, Վազգենի հետ էլ ընկերություն արել, ու այդ ամեն ինչը ուրացել է 2018 թվականի այսպես կոչված հեղափոխության ժամանակ։ Միքայելյան Սասունի մասին խոսելուց պետք է ուղղակի հիշել մեկ նախադասություն, որ այս հեղափոխությունը ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատագրումը։ Այդ մարդու մասին մի նախադասությամբ ամեն ինչ ասված է, դա մեկ։ Երկրորդ, ԵԿՄ-ն հիմնադրել է Վազգեն Սարգսյանը, ինչպես նաև բանակի հիմնադրումն ա եղել, ազատագրական պայքարի մեր մարտիկները, մեր հերոսները, Արցախի հերոսները հիմնադրել են բանակ, հետո այդ բանակը պահել է պետություն, ստեղծել ենք մի ամբողջ հանրապետություն, կանոնավոր բանակով, ԵԿՄ-ով ունեցել ենք նաև հաղթանակներ, տարբեր տարիներին, տարբեր, չգիտեմ, ասենք ժամանակահատվածներ, ներառյալ նաև քառորյան։ Հիմա ԵԿՄ-ի ցրելը ինչի մասին է, որ եւս մեկ անգամ այս մարտիկ արձանագրում են, որ չեն սիրում հաղթանակներ, ԵԿՄ-ն երկրապահ ընդհանրապես երկրապահները ինչի մասին, ովքեր որ պահում են մեր սահմանները, ովքեր որ պահում են մեր սահմանները ու պետք է պահեին մեր սահմանները։ Դուք հասկանում եք, այս մարդիկ շարունակում են այն իրանց թեզերը ու այն գործողությունները, որ մեզ պետք չի հաղթանակներ, մոռացեք Վազգենին, մոռացեք Մոնթեի պայքարը, մոռացեք Արցախը, որ մի կտոր հաց ավել ուտեք։ Այս ամեն ինչը դրա մասին է։ Առավել եւս, եթե ԵԿՄ նախագահ Միքայելյան Սասունն էր, ուրեմն պետք է ասենք, որ այդ կառույցը չէր գործում։ Եթե այդ կառույցը գործեր, մենք այդ ամեն ինչը կտեսնեինք, կզգայինք, այնպես որ Միքայելյան Սասունի համար հայոյանքը օրհնանք է, Միքայելյան Սասունի համար հեղափոխությունը կարևոր է Արցախյան ազատագրական շարժումից, որը որ հիմք է դրել մեր ընդհանրապես պետության գոյությանը, հետագայում բանակաշինությանը, ինչպես նշեցի, որով որ մենք ունեցել ենք պետություն եւ հաղթանակներ, այնպես որ այս առումով ես կարծում եմ երկրապան ինչ եղավ Սասուն Միքայելյանին, ինքը արդեն չէր գործում, նենց որ ինքը դե ֆակտո կար, բայց դե յուրե չէր գործում, այնպես որ այս առումով զարմանալու եւս ոչինչ չկա։ Նենց որ այս թիմը, քաղաքացիական կամ պայմանագիր թիմը պարտության մասին է, հանձնումների մասին է, փող ուտելու մասին է, կոռուպցիայի մասին է, խայտարակության մասին է, գերիների եւ քաղբանտարկյալների մասին է ու ընդհանրապես հայի արժանապատվության ոտնահարման մասին է։ Նենց որ լինի Սասուն Միքայելյանը կամ լինի երկրապահ մեր երկրապահները թեր չլինեն, քանի երկրի ղեկի Նիկոլ Փաշինյանն է ու իշխանությունը ձևավորումա քաղաքացիական պայմանագրի թիմակիցներից, մենք ունենալու ենք հերթական խայտարակությունը, դուք սպասեք նրան, որ տեսեք վեհապարը արդեն ազգային ժողովը չի օրհնելու, չէ, այս առանց օրհնանքի գնալու է, այս ազգային ժողովը դուք սպասեք, ինչ իրադարձություններ է լինելու, ցավով եմ ուզում նշեմ, որ մինչև մյուս ընտրություններ միգուցե արդեն կնունքներն ու հարսանիքները եկեղեցում սահմանափակումներով լինի, բաց խաչը չկարողանանք կրել Հայաստանի Հանրապետությունում, օրինակ նման օրինակ կա Ֆրանսիայում, կարող եք հետագայում նաև ճշտել ստուգել, որ կան աշխատատեղեր այնտեղ, որտեղ որ
բաց չես կարող խաչ կրել, որտեղ կրոնական սահմանափակումներ կան եւ այլն եւ այլն։ Հիմա Հայաստանի Հանրապետությունում մենք մի ճանապարհ ենք բռնել Նիկոլ Փաշինյանի հետ, որտեղ որ վաղը մյուս օր այս եկեղեցու հետ կապված բռնաճնշումների արդյունքում վաղը ասելու են եկեք սահմանափակումներ լինի, մի քիչ կնքվեք, մի քիչ խաչակնքվեք, այդ խաչը խի ավազից ոնց են, չէ, հարցնում։ Նորմալ չի, չէ, որ հարցնում են խիչ է զով է։ Վաղը մյուս օր նորմալ չի, չէ, որ հարցնեն այդ խաչը խի է վզիտ կամ խի ես խաչակնքվում կամ ես եկեղեցում դու ինչ գործ ունես։ Էս է իրավիճակը։ Ոչ թե պետքա համակերպվել այս իրավիճակի հետ, այլ պետքա չհամակերպվել այս իրավիճակի հետ։ Պետքա պայքարել, պետքա չհանձնվել։ Մեր ազգի պատմությունը չհանձնվելու մասին է։ Մենք վերապրել ենք ցեղասպանություն, մենք եւս մեկ ցեղասպանության ականատես եղանք 23 թվականին Արցախի հանրապետությունում։ Մենք չենք հանձնվում։ Մենք հայերս հանձնվելու հետ ոչ թե սեր չունենք, այլ հնարավորություն չունենք։ Հանձնվելու մասին չի հայը։ Մենք քրիստոնյա հայերս Աստծո ժողովուրդ ենք։ Ու մենք պայքարելու ենք այնքան ժամանակ, ինչքան որ պետք լինի, ինչքան անհրաժեշտություն լինի, որ ունենանք Հայաստանի Հանրապետություն, որ Հայաստանի Հանրապետությունը ունենա պետականություն եւ սուվերենություն, եւ ունենանք հայրենասեր, հայրենիքը գնահատող երկրի ղեկավար։